Այն բաներից մեկը, որ մենք իսկապես պետք է անենք, լսած ուղերձը անձնական կյանքում կիրառելն է։ Մի ցանկացեք, որ այստեղ լիներ ինչ-որ մեկը, ով ձեր կարծիքով այս ուղերձի կարիքն ունի։ Ավելի լավ է հարցրեք ինքներդ ձեզ, արդյոք սա վերաբերում է իմ կյանքին։ Արդյոք իմ կյանքում կա խնդիր այս առումով։ Սատանան չի ցանկանում, որ դուք անեք դա, ու նա փորձում է գողանալ խոսքը ձեզնից, նախքան դուք հնարավորություն կունենաք կիրառելու այն։ Դուք ասում եք, Ջոյս, ինչպես է նա անում դա։ Գիտեք, դուք կարող եք վիրավորվել կայանատեղիում։ Ինչ որ մեկը կտրուկ անցնում է ձեր առջևով կամ պարկեշտ չի վարվում։ Եվ դուք վիրավորվում եք ու մի քանի տհաճ խոսք ասում։ Սատանային հաջողվում է տանել ձեզ այլ ուղղությամբ, քան այն ուղղությունն է, որով Աստված ցանկանում է, որ գնաք։ Այսինքն կարողանաք խորհել ձեր լսածի շուրջ և իսկապես մտածել ձեր կյանքում այն կիրառելու մասին։ Ինձ անհանգստացնում է այն, որ շատ մարդիկ կարծում են, որ բավական է միայն եկեղեցի գնալը։ Թող մեկ ուրիշն անի աշխատանքը, իսկ ես կգնամ, կնստեմ նստարանին և օրացություն կնշեմ իմ այցերը։ Բայց դուք պետք է կիրառեք խոսքը ձեր կյանքում։ Ուզում եմ, որ հիշեք սա։ Դուք պետք է կիրառեք այն ձեր կյանքում։